Էպիկենտրոն լրատվական ծրագիրը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, բարի երեկո։ Խորհրդարանն ավարտել է Սահմանադրության փոփոխության քննարկումը, պատգամավորները ելույթ են ունեցել և ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու տեսակետը խորհրդարանական կառավարման վերաբերյալ։ Ընդդիմությունը իշխանությանը մեղադրել է վերարտադրվելու փորձ կատարելու համար, իսկ քաղաքական մեծամասնությունը կոչ արել ցեղ չշպրտել իրենց հասցեին։ Բարգավաճ Հայաստանն էլ մեկնաբանել է նախկինում Սահմանադրության փոփոխությանը ոչ ասելու, իսկ հիմա այո ասելու հանգամանքները։ Մանրամասնում է իմ գործընկեր Արամ Արարատյանը։ Նոր Սահմանադրության նախագիծը դեռ պատգամավորների սեղանին է։ Որոշ խորհրդարանականների անհանգստացնում են նոր Սահմանադրությունում առկա խախտումները։ Տիգրան Ուրիխանյանն օրինակ նկատի ուներ իր ձևակերպման վարչական ակտերի ռեկետը։ Օրենքի խախտումն օրինականացվում է, ասաց պատգամավորը։ Խոսքը գնում է բազմաչարչար այն դրույթի մասին, որով արգելվում է առանց դատարանի վճռի Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու ունեցվածքի, սեփականության, դրամական միջոցների, հաշիվների եւ այլն նկատմամբ որևէ ոտնձգություն, այսինքն սահմանափակում, տիրապետման արգելանք։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համեմատեց երկու գործընթաց՝ 1995 թվականի Սահմանադրության ստեղծումը, որի մեջ ներգրաված է մի խումբ իրավաբաններ, քաղաքական ուժեր, եւ նոր Սահմանադրության նախագիծը։ Ասում է, հանձնաժողովը շատ հապճեպ է ստեղծվել, այնտեղ ներկայացված չեն բոլոր ուժերը, Սահմանադրության գլուխները առանձին են հրապարակում։ Դա էլ քիչ է, նախագիծը ազգային ժողով բերելուց մի օր առաջ փոփոխություններ են կատարում։ Տպավորություն որ առավոտը ինչ որտեղ եք շտապում, ձվածեղ եք սարքում, ինչ եք անում։ Դուք Սահմանադրություն եք մշակում ամբողջ ժողովրդի համար։ Այս շտապողականությունը ինչ է նշանակում։ Ուր եք շտապում։ Չեմ կարծում, որ շտապողականության խնդիր կա։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ինչ բացթողումներ է տեսնում Սահմանադրության մեջ, ըստ նրա ինչ լրացումների կարիք է եւ ինչ է տալու խորհրդարանական կառավարումը։ Շատ ավելի հեշտացնում են քաղաքական փոքրամասնության վերահսկողական մեխանիզմները։ Ըստ Սահակյանի նոր Սահմանադրությունը քայլ առաջ է իշխանությանը վերահսկելու համար, իսկ Գուրգեն Արսենյանն այդ կարծիքին չէ։ Սահմանադրության մի հոդվածի համաձայն պատգամավորը պատասխանատվություն չի կրում իր քվեարկության համար։ Արսենյանն անընդունելի է համարում այդպիսի դրույթի առկայությունը։ Եթե քվեարկության արդյունքներով ասենք Հայաստանի Հանրապետության կամ ժողովրդին հասցվել է էական վնաս, գիտակցված, վաղը չմեսօրել ապացուցվել է, ասենք օրինակավոր այդ պատգամավորը իրականացրել է այլ պետության առաջադրանք։ Այդ ինչ աշխում, այդ պատգամավորը դառավ անձեռնամխելի, մինչև կյանքի վերջը պատասխանատվության չեն կարական չեն։ Սահմանադրության քննարկումն ավարտեց, բայց պատգամավորների մտահոգությունները ոչ։ Ջահանգիրյանն իր խոսքը հիմնականում կառուցեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վրա, կասկածի տակ դնելով գործող Սահմանադրության ամբողջական օգտագործումը։ Ոչ թե մենք պետք է հիմա բարեփոխենք տասնյակ ու տասնյակ չգործող հոդվածներով Սահմանադրությունը, այլ մենք այդ Սահմանադրությունը լիարժեք գործադրելու, կիրառելու անհրաժեշտություն ունենք, որտեղ մենք չենք ապրել այդ Սահմանադրությամբ։ Նոր Սահմանադրությունն իբր կոտրելու է քաղաքական մենաշնորհը, բայց Ջահանգիրյանի խոսքից կարելի է ենթադրել, որ նա այդ հարցում կասկած ունի։ Այդ քաղաքական մենաշնորհը, որը փաստացի է այսօր ձևավորվել, մենք ամրագրում ենք որպես սահմանադրական սկզբունք։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի համոզմամբ Սահմանադրության փոփոխությունը մանրամասն քննարկվել է։ Իր ելույթով նա ավելի շատ պատասխանեց նախագծի հանդեպ հնչեցված մեղադրանքներին, բերելով դրանց հակադարձող օրինակներ։ ԲՀԿ-ի հիմնական խնդիրը քաղաքացու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումն է։ Քննարկումից հետո Բարգավաճ Հայաստանը հանդես կգա հայտարարությամբ։ Այն առաջարկությունները, որոնք որ ներկայացրել են մեր խմբակցության պատգամավորների եւ մասնագետների կողմից, արդեն իսկ ընդհանուր մոտեցումներ կան, որպեսզի խմբագրվեն եւ մեր առաջարկությունները մեր համար շատ կարեւոր են, որ ընդունելի են։ Վահան Բաբայանը մինչև ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելը խոսեց նախկին դիրքորոշման մասին, որով ժամանակին քննադատում է Սահմանադրության փոփոխությունը։ Այն ժամանակ ճիշտը դա եղել եւ մենք չենք փոշմանում մեր ասածների համար։ Խմբակցությունը կարծում է, որ կա Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն։ Մենք ասելու ենք այո քաղաքական սերնդափոխությանը, մենք ասելու ենք այո քաղաքական մենաշնորհի վերացմանը, մենք ասելու ենք այո տնտեսական զարգացմանը եւ վերջի վերջո սա մեր երկրի ապագան է։ Կառավարման բոլոր ձևերը արդյունավետ են, սակայն հաշվի պիտի առնեն երկրի վիճակը, ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը եւ ավելացրեց, որ դրան համապատասխան պետք է ընտրել կառավարման տարբերակ։ Մենք գտնում ենք, որ այսօր այս փոփոխության անհրաժեշտությունը չկա։ Ինչի համար է նոր Սահմանադրությունը, եթե եղածը ոտնահարվում է։ Մանուկյանի համոզմամբ պարլամենտական կառավարումը Հայաստանի համար ռիսկային է։ Փոխվելու է կրթական, տնտեսական եւ բազմաթիվ այլ ոլորտներ, ասաց Մանուկյանը։ Սա քաղաքական չարլագյոզություն է։ Չի կարելի Հայաստանը այս ծանր վիճակում
ֆինանս չունեցած վիճակում, պատերազմական վիճակում, ներքին խառը վիճակում, արտաքին լիքը մարտահրավերների արկայության պայմաններում գնալ այսպիսի արկայածախնդրության։ Մայր օրենքի փոփոխությունը օրակարգային է, կարծում է ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա համոզված է, որ հարցի վերաբերյալ կա քաղաքական կոնսոլիդացիա։ Դեմ եք, որ 41 մեծամասնական տեղերը, ինչպես դուք եք ասում, էլի բոնուսը պահպանի հանրապետականը։ Դեմ եք, որպեսի բան լինի, համամասնական լինի 100%-անոց, ինչը որ դուք միշտ ասել եք, դեմ եք, որպեսի ընդդիմության լիազորությունները ավելանան, դեմ եք, որպեսի ազգային ժողովի փոխնախագահներից մեկը լինի ձեր խմբակցության ներկայացուցիչ, որ ունենա հետո չասեք նախագահությունը այսպես է վարում, այնպես է վարում։ Պատգամավորները ելույթ կունենան նաև վաղը արտահերթ նիստի ժամանակ։ Արամ Արարատյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Նախագահի նստավայրում շարունակվում է խորհրդակցությունը սահմանադրության բարեփոխման վերաբերյալ։ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Աբոյանի եւ Սերյան Ղարիբյանի հետ։ Սահմանադրության բարեփոխման նախագծի վերաբերյալ անցկացվող խորհրդակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սահմանադրական իրավունք միություն, վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան, Ազգային միաբանություն, Ազատություն, Ազատ դեմոկրատներ, Հայոց համազգային շարժում, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն, Միավորված աշխատանքային կուսակցություն, Բարգավաճ Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցություն, Օրինաց երկիր կուսակցությունների ներկայացուցիչների, նաև մի քանի պատգամավորների հետ։ Կառավարության այսօրվա նիստը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի Ինտերրաո ընկերությունը հայտ է ներկայացրել կառավարություն իրեն պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության 100% բաժնետոմսը Լեորմանդ Հոլդինգս ընկերությանը օտարելու մտադրության մասին։ Կառավարության անդամները հայտարարել են, որ նոր գնորդի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Մինչև գործադիրի կսկսի հերթական նիստը կառավարության անդամներից էլ վաղ շենքի առջև արդեն որերորդ անգամ հավաքվել են նայիրիցիները։ Դեռևս չլուծված մնացած որոշ պահանջների հիմա ավելացել է եւս մեկը, որ այս պահին առավել գերակշռող է։ Խոսքը վերաբերում է նայիրիտի վերագործարկմանը։ Եթե կառավարությունը հստակ ներկայացնի, թե ինչ են պատրաստվում անել, որպեսզի երբեմնի հսկան վերագործարկվի, կդադարեցնեն բողոքը։ Իրենք նայիրիցիները գիտեն, թե ինչ ուղղությամբ պետք է տանել աշխատանքը։ Նայիրիտը վերագործարկելու 3 ծրագիր է եղել։ Առաջինը 47, երկուը 97, հա 24000 ացետիլենը 97 եւ 25000 բուտադիենը 57 միլիոն դրամ արժողությամբ, դոլար արժողությամբ կներեք։ Այսինքն հիմա նախարարը ուղղակի գրիվի դուշոյ։ Շուտով ազգային ժողովում լսումներ կլինեն Նայիրիտի հետ կապված, դրան լրջորեն պատրաստվում ենք, անպայման փաստաթղթերով կներկայանանք։ Զարմանալին այն է, որ քաղաքացիներ կային նայիրիցիներ, որոնք դիմել էին դատարան եւ վճարման պահին ունեին օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներ, որտեղ հաշվարկված էին տուգանքները, այսինքն այդ մարդիկ եթե չուզենային այդ գումարները ստանալ, չէին դիմի դատարան։ Դատարանի վճիռները արհամարվեցին ըստ էության եւ կան աշխատակիցներ, որոնք հրաժարվեցին ստորագրել այդ ստրկացուցիչ պայմանագիրը եւ այդ քաղաքացիները մինչեւ այսօր ոչ մի կոպեկ չեն ստացել իրենց աշխատավարձից, ոչ մայր գումարից, ոչ էլ տուժտուգանքներից, այսինքն դրանք հարցեր են։ Լեորմատ Հոլդինգս Limited օֆշորային գոտում գրանցված այս ընկերությունն է հեծը գնելու հայտ ներկայացրել։ Լրագրողների հարցին չի կրկնվի արդյոք Նայիրիտի պատմությունը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պատասխանը միանշանակ է ոչ, մտավախություն չունի, քանի որ պետք է ուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լողված Ինտերրաո Հոլդինգ ընկերության հայտը, սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը Լեորմանդ Հոլդինգ Limited ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ եւ ղեկավարվելով իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով հանձնարարվում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտարադատության նախարարին, ֆինանսների նախարարին եւ էկոնոմիկայի նախարարին, ինչպես նաեւ առաջարկում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև օտարման պայմանագիրը եւ ներկայացնել համապատասխան եզրակացություն։ Խնդրում եմ 3 օր ժամանակ տալ, պարոն վարչապետ, խմբագրական հարցեր կար նայենք եւ ներկայացնենք։ Երվան Զախարյանն ասում է, թե տեղյակ չէ ով է ընկերության սեփականատերը եւ ինչ գնով է հեծը վաճառվում։ Մանրամասներին չի տիրապետում նաև էկոնոմիկայի նախարարը։ Հանձնարարություն եղավ, որպեսզի համապատասխան նախարարությունները տվյալ առաջարկի վրա ներկայացնեն իրենց եզրակացությունը։
Դի փաստաթղթերը ստանանք ուրեմն։ Ես տեղյակ չեմ դեռ։ Կուսումնասիրենք, հետո կասենք։ Հեծի վաճառքը չի փակելու աուդիտ անցկացնելու հարցը։ Աուդիտի մրցույթն արդեն հայտարարված է, մինչև սեպտեմբերի 30-ը պարզ կլինի, թե ով է անցկացնելու այն։ Հեծի պարտավորությունները, այդ թվում պարտքերը, կփոխանցվեն նոր ընկերությանը։ Նախարար Զախարյանը տեղեկացրել է, որ հեծի վաճառքից հետո չի լինելու սակագնի վերանայում։ Նոր սակագինն արդեն ուժի մեջ է։ Քրիստինե Սուքեսյան, Արթուր Սուքեսյան, Էպիկենտրոն։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարներ, մարզպետներ եւ պաշտոնատար այլանդզինք։ Անդրադարձ է կատարվել մարզերում իրականացվող հրատապ կապիտալ ծրագրերի ընթացքին։ Զեկուցվել է, որ նախատեսված բոլոր ենթակառուցվածքային 159 ծրագրերն իրականացվում են հաջողությամբ։ Վարչապետ Աբրահամյանը կարևոր է համարել ծրագրերի որակով եւ սահմանված ժամկետում իրականացումը։ Քննարկվել են նաեւ խաղողի մթերմանն առնչվող հարցեր։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ստացվել է խաղողի բարձր բերք, որի մթերման ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ։ Տեղեկացվել է, որ 50 մթերող կազմակերպությունից 17-ը արդեն սկսել է մթերումը, իսկ մնացածը կսկսեն մեկ շաբաթից։ Աշնանացանի կապակցությամբ նախարարը զեկուցել է, որ կառավարությունը բավարարել է մարզպետների ներկայացրած ազոտական պարարտանյութի, դիզվառելային վառելիքի եւ հացահատիկային մշակաբույսերի սերմնացուի ամբողջ պահանջարկը։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում սեպտեմբերի 17-ին ավարտվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունը։ Այն նշանակվել էր տուժողների, իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայացրած միջնորդության հիման վրա։ Փորձաքննությանը ներկա են եղել նաեւ իրավահաջորդների ներկայացուցիչները։ Լրագրողների մուտքը ռազմաբազա արգելված է եղել։ Համալիր փորձաքննության ավարտից հետո նրանք հանդիպել են լրագրողների հետ եւ նշել, որ շատ բան հրապարակել չեն կարող, սակայն պարզ են դարձել դեպքին առնչվող նոր հանգամանքներ։ Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն տուժողների իրավահաջորդների մոտ առաջացել էր օգոստոսի 12-ին կայացած դատական առաջին նիստի ընթացքում։ Նախև առաջ դատավարության ընթացքում նրա պահվածքը մեր մոտ լուրջ կասկածներ առաջացրեց եւ բացի դրանից, երբ որ մենք ծանոթացանք համալիր փորձաքննության եզրակացությանը, որը կատարվել էր ռուսական կողմում, եզրակացություններին, դա առավել ևս հիմնավորեց, որ մենք պետք է նման միջնորդություն ներկայացնենք, որովհետև նույնիսկ այդ փորձաքննությունների բովանդակային մասում արդեն իսկ կային տվյալներ այն մասին, որ Պերմյակովը ունի որոշակի խնդիրներ։ Ռազմաբազայում կայացած առաջին դատական նիստի ընթացքում ռուսական կողմը գործը քննել էր դասալքության, ապօրինի զենքի կիրառման եւ այն ռազմաբազայի տարածքից դուրս հանելու մասով։ Թեև Պերմյակովը դատարանի դահլիճում ներկա է եղել, սակայն այդ օրը հրաժարվել է ցուցմունք տալ եւ հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները, բայց ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակիորեն այս պարագայում անգամ նկատելի են եղել հակասություններ։ Որոշակի հակասություններ կան նաև համընկնումներ բավականին շատ, նորից եմ ասում, որպեսզի կարողանանք ամբողջական, տեսեք, այսօր մենք կարող ենք որոշակի կարծիք հայտնել, բայց այս կարծիքը այլ նյութերի հետ համադրության մեջ արդեն փոխվի։ Դրա համար որպեսզի ավելորդ տարակարծությունների տեղիք չտանք, ճիշտ կլինի ամբողջությամբ ուսումնասիրել, կետ առ կետ համեմատել նրա ցուցմունքը դեպքի այն հանգամանքների հետ, որոնք օբյեկտիվ ինչ որ ապացույցներով կարողացել ենք հաստատել, հա դեպքի վայրի զննություն, փորձաքննություններ, այդ համադրության արդյունքում, երբ որ դետալային ուսումնասիրվի, կարող ենք միանշանակ պատկերացում կազմել եւ ասել, թե որքանով է նրա ցուցմունքները արժանահավատ, եւ այստեղ խիստ էական նշանակություն կունենա նաեւ փորձաքննության եզրակացությունը, քանի որ նրա անձնական ինչ որ իր վարքագծի եւ այլ հատկանիշների վերաբերյալ կունենանք տվյալներ, նույնպես համադրություն, հա, կպարզենք, թե որքանով նա գոնե այդ իրադրությունում կարող է ճիշտ ցուցմունքներ տալ կամ նա դեպի հակված է ճիշտ ցուցմունքներ տալուն, թե ոչ։ Փակագծերը չբացելով համալիր փորձաքննությանը մասնակցած փաստաբանները նշում են, որ այսօր ձեռք են բերել շատ արժեքավոր նյութեր, դրանք կքննարկեն եւ վերջնական եզրակացությունը երբ պատրաստ լինի նաեւ կհրապարակեն։ Կան նոր տվյալներ, որոնք որ հետագա գործողությունների տեղիք են տալիս եւ հենց հիմնական անելիքը այս նոր փորձաքննություններ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր, սրա արդյունքները ստանալուց հետո նոր կամփոփենք ամբողջ իրականությունը։ Այսօր մեր համար բավականին էական հանգամանքներ կային, որոնք որ գուցե մինչ այս պահը որոշ հանգամանքներ այլ կերպ էինք ընկալում, այսօր ավելի մեր համար նոր վարկածների կամ նոր տեսակետների տեղիք տվեց այս
փորձաքննության մասնակցությունը, բայց այդ ամբողջը կամփոփենք հետագայում եզրակացությունը վերջնական տեսքով ունենալուց եւ նյութերը ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո։ Այսօր փաստորեն այդ փորձաքննություն մի մասը կատարվեց եւ մենք ներկա գտնվեցինք փորձաքննությանը, սակայն չենք կարող հրապարակել իհարկե թե ինչպես է կատարվել փորձաքննությունը, որովհետեւ դա ըստ էության հրապարակման ենթակա չէ։ Մինչ օրս քրեական գործի հետ կապված հայկական կողմը ստացել է ռուսական կողմի անցկացրած փորձաքննությունների մի մասի թարգմանությունները, հայկական մասի վարույթը եւս ըստ Երեմ Սարգսյանի դեռ իրենց հասանելի չէ։ Թարգմանությունը մեզ տալու են միևնույն այն դեպքում, երբ որ նախաքննությունը ավարտվի։ Այսինքն հայկական բարույթի հետ միաժամանակ նախաքննության ավարտից հետո ամբողջ ծավալով մենք կունենանք քրեական գործը, կուսումնասիրենք եւ ամբողջությամբ մեր տեսակ մենք փորձաքննության ներկա լինելով նոր տվյալներ ենք ստանում գործից, որոնք որ մինչ այս պահը չունեինք ու բավականին էական ու հետաքրքիր, որոնք որ գուցե հետագայում առավել մանրամասն մենք ուսումնասիրենք եւ մեր դիրքորոշումը կունենանք։ Տարվել է արդյոք Պերմյակովը դեպքի վայր տուժողների իրավահաջորդ փաստաբանները նշում են, որ իրենց պաշտոնապես նման բան հայտնի չէ։ Մենք տվյալ պահին չունենք պաշտոնապես Պերմյակովի ցուցմունքները բացառությամբ նրանից, ինչը որ հրապարակվեց իր վերաբերյալ դատաքննության ընթացքում, ընդ որում տվյալ հրապարակումը կատարվում էր երրորդ դեմքով, այսինքն ամբողջական չէր ցուցմունքը հրապարակվում։ Երբ որ ունենանք տվյալ ցուցմունքները մենք պաշտոնապես, ես զուտ տուժողների իրավաճորտների ներկայացուցիչ որպես այդ տեսանկյունից եմ ասում, միգուցե քննիչը նպատակարար գտնի մինչ այդ գործողությունն անել, եւ եթե ցուցմունքներում համադրելի բաներ լինեն, որոնք որ անպայման դրանց հավաստիությունը պետք է ստուգվի տանը նրա լինելու պարագայում, անպայման նման միջնորդություն կներկայացվի։ Միրան Պողոսյանն ընդգծում է, որ ցանկացած քննչական գործողություն ինքնանպատակ չպետք է լինի, այդ թվում եւ դեպքի վայր տանելը բոլոր դեպքերում գազանաբար սպանված Ավետիսյանների բնակարանն այս պահին փակ է։ Պահ է հանձնվել Ավետիսյանների իրավաճորտներին, սակայն մեր բոլորիս խնդրանքով բնակարանում մուտք ու ելքը դադարեցված է, այսինքն որպեսզի որոշակի հանգամանքներ ցանկություն լինի եւ որոշակի հետագայում անհրաժեշտ գործողություններ լինի, որևէ հետք, որևէ դասավորվածություն չխախտվի, որպեսզի օբյեկտիվ տվյալ ստանանք լրացուցիչ ստուգումների ընթացքում։ Թե երբ հայկական կողմը կսկսի սպանության գործի քննությունը, հայտնի չէ, հստակ օր նախանշել ըստ փաստաբանի ճիշտ չէ։ Կան քննչական տարբեր գործողություններ, տվյալների վերլուծություններ եւ այլ աշխատատար գործընթացներ, որոնց ավարտից հետո նոր քրեական գործի այդ փուլը կմեկնարկի։ Արմեն Հիմինասյան, Արթուր Մարգարյան, Գյումրիից Էպիկենտրոնի համար։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոին եւ նրա հետ քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների կանխարգելման առնչվող հարցեր։ Արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլունին, քննարկել են հայ-չինական հարաբերություններին, մասնավորապես վարչապետ Աբրահամյանի Չինաստան կատարելիք աշխատանքային այցին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական գործակցությունը տարբեր ոլորտներում եւ կարեւոր համարել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացման եւ խորացման ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումը։ Դեսպան Թյան Էրլունը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետի ջերմ ողջույնները եւ ընդգծել, որ իր երկիրը մեծապես շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական գործակցության ընդլայնմամբ։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Չինաստան նոր ազդակ կհաղորդի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը։ Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը ՀԱՊԿ անդամպետությունների ղեկավարներին տեղեկացրել է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին լարվածության աճի սպառնալիքի մասին։ Նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրության արձագանքի բացակայության պարագայում ադրբեջանական փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացման վտանգով։ Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանն այսօր անդրադարձել է Դուշանբեում կայացած գագաթնաժողովին։ Նախկին падգամավորի խոսքով, որքան էլ երկրները դաշնակից լինեն եւ ընդգրկված լինեն մեկ զինվորական միավորման մեջ, բարեգործական նպատակով միմյանց համար արյուն չեն թափի եւ հանդես չեն գա հայտարարությամբ։ Պետք է հեռանալ այն կարծրատիպից, որ մենք անշահախնդիր եղբայրությամբ զուրված դաշնակից ժողովուրդներ ենք, ասել է Գերագույն խորհրդի նախկին падգամավորը։ Ունենք շահեր, նրանք նույնպես ունեն շահեր։ Մեր շահերը եւ Ղազախստանի շահերը հենց որ համընկնեն, մենք համատեղ հայտարարություններ կանենք, խիստ կոչեր կանենք, մենք գործողություններ կձեռնարկենք, բայց եթե մեր շահերը չեն համընկնում, իսկապես չեն համընկնում, ինչի պետք է նրանք որևէ հայտարարություն անեին, աջակցեին մեզ։
Գուցե լավ էր, որ հայտարարություն չարեցին, շատ հնարավոր է, որ այդ հայտարարությունը լիներ հակահայկական, հնարավոր է, որ մենք շահած ենք դուրս եկել, որտեղ այդ կազմակերպությունը հակահայկական հայտարարություն չի արել։ Ադրբեջանի սանձազերծ սահմանային բախումները դիվանագիտական սկանդալի պատճառ են դարձել նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո պաշտոնական այցով Բաքու է մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարարը, չթաքցնելով, որ կասկածներ ունի ռուս-ադրբեջանական բանակցության վերաբերյալ։ Երկու բարեկամ պետությունների դիվանագետների կռիվներին անդրադարձել է Նայիրի Հոխիկյանը։ Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայացքով ուղղվել էր դեպի Ադրբեջան, ճշտելու այդ երկրի առաջիկա քայլերը տարածաշրջանային խաղատախտակին։ Սերգեյ Լավրովը, այսպես ասած, ջերմ զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, խոսեց ռուսական մտահոգությունների ու ցանկությունների մասին, ստացավ երաշխիքներ, որ պաշտոնական Բաքուն չի դավաճանի խոհանոցային պայմանավորվածությունները։ Շնորհակալ եմ Ռուսաստանի գործընկերային քայլի համար։ Շնորհակալ եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական խաղերի ժամանակ այցելեց Բաքու։ Ադրբեջանը տրամադրված է երկկողմ հարաբերությունների արդյունավետ ու հաջող զարգացմանը։ Մենք նաև կողմ ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, եւ ռուսական խոսքը այստեղ լինի առանցքային։ Իլհամ Ալիևի խոսքը արևմուտքի համար այնքան մտահոգիչ չէր, որքան Թուրքիայի համար։ Այդ երկրի իշխանությունը անհանգստացավ, որ Ադրբեջանը կարող է փոխել վեկտորներն ու մտնել ռուսական գոտի։ Սեպտեմբերի 15-ին Բաքու ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուն չթաքցրեց, որ Ադրբեջանի նախագահից ճշտելու է Լավրովի հետ խոսակցության մանրամասները։ Ակնհայտ է, որ Թուրքիան չի վստահում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը։ Թուրքիան մտավախություն ունի, որ մենք կարող ենք երկակի խաղ խաղալ եւ կարևոր պահին դավաճանել առաջին հերթին իրենց, հետո Եվրոպային ու Միացյալ Նահանգներին։ Ադրբեջանը իրականում մեկ վայրկյան չի մտածի այդ մասին, եթե ռուսները ցանկանան Ադրբեջանի հավատարմության դիմաց տալ Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանցի քաղաքագետ պատգամավորի եզրակացությունը ճիշտ է այդ երկրի ռազմավարության ու առաջնահերթությունների առումով, բայց նույն Ադրբեջանի իշխանությունը լավ գիտի, Բաքուն երբեք չի դառնա Ռուսաստանի սիրեցյալը, նախ որ երբեք չի ապացուցել Ռուսաստանի նկատմամբ բարեկամությունը, ապա բրիտանացիներին տված նավթի պաշարներն ու միլիարդավոր նավթադոլարները թույլ չեն տա մի դաշտից տեղափոխվել մյուս դաշտ, իսկ երբ նավթն այլևս դոլարներ բերելու ուժ չունենա, Ադրբեջանը պետք չի լինի ոչ Ռուսաստանին, ոչ առավել ևս Եվրոպային ու Ամերիկային։ Ֆիրուդին Սինիրլիօղլուն հավանաբար դա է 2 օր շարունակ բացատրել Ադրբեջանի նախագահին։ Նայիրի Հոխիկյան, Էպիկենտրոն։ Եվրոպական խորհրդարանը ցավում է Ադրբեջանի խորհրդանի Եվրանեստի հետ գործակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման առնչությամբ։ Այս կապակցությամբ Եվրանեստի համանախագահներ Հեյդի Հաուտուլան եւ Վիկտոր Դոլիձեն հայտարարել են, որ երբ Ադրբեջանի խորհրդանը պաշտոնապես տեղեկացնի Եվրանեստ խորհրդանական վեհաժողովի բյուրոին, կառաջարկվեն միջոցներ եւ կարվեն առաջարկներ Եվրանեստի բնականոն գործունեությունը պահպանելու նպատակով։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Եվրանեստը արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդանը բնականաբար դադարեցնում է գործակցությունը այդ կառույցի հետ։ Որոշումը կայացվել էր, երբ Եվրախորհրդանը չափազանց կոշտ բանաձև էր ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Բացի այդ, Եվրախորհրդանը Եվրամիության երկրներին կոչ արել դիտորդներ չուղարկել Ադրբեջան նոյեմբերի 1-ին կանալիք ընտրությանը։ Սիրիան պատրաստ է ահաբեկության դեմ պայքարին։ Մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցը, ասել է արևելագետ Սարգիս Գրիգորյանը։ Իսլամական պետությունից բացի Սիրիայի նախագահը նշել է նաև ահաբեկչական այլ խմբավորումների անուններ։ Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով Թուրքիան Սիրիայում իշխանություն հաստատելու մեծ ցանկություն ունի, իսկ այս երկրում տիրող վիճակը կշարունակվի մինչև ընտրություններ։ Դրանից հետո կարող է լիովին այլ իրավիճակ ստեղծվել։ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի տապալում Սիրիայի իշխանական համակարգի կառուցվածքային փոփոխություն, նաև էթնոդավանական վերաձևավորում։ Թուրքիայի նպատակն է։ Այն չի փոխվել դեռևս սիրիական ճգնաժամի սկզբից, արձանագրում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը։ Թուրքական կողմը ցանկանում է Սիրիայում խոսքի իրավունքի տեր լինել։ Պաշտոնական Դամասկոսը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում տարբեր ձևակերպումներով, տարբեր առումներով հստակ ցույց է տվել, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է սիրիական ճգնաժամում, տարբեր մեխանիզմներով, տարբեր ձևաչափերով, եւ դա այլևս անհնար է թաքցնել։ Թուրք-սիրիական հարաբերությունների մեղրամսից հետո Թուրքիան կրկին ցույց տվեց ատամները։ Լևոն Հովսեփյանը հիշեցնում է, որ պատմության մեջ էլի եղել են դեպքեր, երբ Թուրքիան դրսևորել է շատ ագրեսիվ վարքագիծ Սիրիայի նկատմամբ։ Անգամ եղել են վիճակներ, երբ երկրները գտնվել են գրեթե պատերազմի շեմին։ Թուրքիայում ստեղծված վիճակի եւ սիրիական ճգնաժամի մեջ նմանություն չի տեսնում թուրքագետը։ Նույն PKK-ի ակտիվացումը, զինյալ գործողությունները կարող են էականորեն վնասել
քաղաքական կուսակցությանը, ժողովրդների դեմոկրատական կուսակցությանը ընտրությունների պայքարում։ Եվ երկուստը կարելի ասել խաղ է գնում Թուրքիայում, որը նաև որոշակիորեն արտաքին ազդակներով պայմանավորված միջազգային ենթատեքստ, միջազգային դերակատարություն ունի։ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վերջին հարցազրույցը եւ արտաքին եւ ներքին լսարանի համար էր, կարծում է արևելագետ Սարգիս Գրիգորյանը։ Սիրիան պատրաստ է պայքարել ահաբեկչության դեմ։ Սա արտաքին լսարանին հստակ հասկացրեց Բաշար Ալ-Ասադը։ Իդեպ ահաբեկիչների շարքում իսլամական պետություն խմբավորումից բացի Ասադը չի շրջանցել նաև այլ ահաբեկչական խմբավորումների։ Հենց Ջաբհաթ Ալ-Նուսրան, որը որ չի թաքցնում, որ Ալ-Կաիդայի օֆիցիալ ներկայացուցիչն է սիրիական հակամարտությունում եւ եւս մեկ անգամ Ջաբհաթ Ալ-Նուսրայի մասին խոսել նշանակում է կարևորել նաև Սիրիայի այն հատվածներում զարգացումները, որոնք որ ընդհանրապես հերոին իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներից։ ԻԼԻՊ-ից բացի ահաբեկչական մյուս խմբավորումներին էլ ավելի վտանգավոր է համարում Սարգիս Գրիգորյանը։ ԻԼԻՊ-ի դեմ գոնե բոլորը պայքարում են։ Ասմիկ Օհանյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ Միջազգային նորություններն էլ կներկայացնի գործընկեր Սոնա Աղբալյանը։ Ֆրանսիան ժամանակավորապես կվերականգնի սահմանային հսկողությունը միգրացիոն հոսքի աճի պատճառով։ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ եթե անհրաժեշտ լինի, դա կտևի օրեր եւ շաբաթներ։ Սահմանին հսկողության վերականգնումը նախատեսված է Շենգենյան կանոններով։ Հունգարիայի եւ Սերբիայի սահմանին ոստիկանության առնվազն 20 աշխատակից վնասվածք է ստացել փախստականների մասնակցությամբ անկարգության հետևանքով։ ՄԱԿ-ի փախստականների հարցերի գործակալությունը Հունգարիային մեղադրել է Հյուսիսային Եվրոպա հասնել փորձող ներգաղթյալների նկատմամբ բռնության կիրառման համար։ Իսկ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է ներգաղթյալներից խուսափելու համար Խորվաթիայի եւ Ռումինիայի հետ սահմաններին պատնեշ կառուցելու մտադրության մասին։ Չիլիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, մոտ 1 միլիոն մարդ տարհանվել է։ Երկրի բնակչությունը մոտ 17 միլիոն է։ Կոկիմբո քաղաքի շրջակայքում ավելի քան 185,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Զոհերից 3-ը մահացել են սրտի կաթվածից, աղետի պատճառով ունեցած ստրեսի հետևանքով, եւս 2-ը տանիքի փլուզման պատճառով։ Մոտ 8 բալ երկրաշարժը տեղի ունեցել այս գիշեր, դրան հաջորդել են հետցնցումներ։ Չիլիում երկրաշարժից հետո ցունամիի վտանգը սպառնում է նաեւ ռուսական եւ ճապոնական ափերին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի ղեկավարությունը շատ սխալ քայլ է գործում, նկատի ունենալով Ալ-Աքսա մզկիթի տարածքում իսրայելցի զինվորականների գործողությունները։ Նրանք դրանով պաղեստինցիներին հրահրում են պատասխան գործողության։ Դրանից կտուժի ամբողջ Մերձավոր Արևելքը։ Մզկիթը պղծված է, դռներն ու պատուհանները կոտրված, Սուրբ Ղուրանը նետել են կրակը։ 3 օրում վիրավորվել է 35 մարդ։ Միացյալ Նահանգների նախագահի տեխնատուները սկսել են ընտրողներին համոզել Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության խոստումով։ Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում է հանրապետական կուսակցությունից առաջադրվել որպես Միացյալ Նահանգների նախագահի տեխնատու, վստահ է, որ կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի եւ Ուկրաինայի հարցում։ Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը, որը նույնպես հավակնում է 2016-ին ԱՄՆ նախագահի պաշտոնին, խոստացել է ընտրությանը հաղթելու դեպքում շփվել Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ։ Միացյալ Նահանգների նախագահի տեխնատուների բանավեճ ուղիղ եթերում դիտել է ռեկորդային թվով հեռուստադիտող մոտ 920,000 մարդ։ Բանավեճի ընթացքում 30 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակի ցուցադրության արժեքը կազմել է $200,000։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի տեխնատու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ CNN հեռուստաալիքը, որը կհեռարձակի սեպտեմբերի 16-ի դեբատները, պետք է $10 միլիոն ուղի բարեգործությանը, քանի որ միլիարդատերը կլինի մասնակիցների շարքում, իսկ դա կապահովի վիթխարի հեռուստալսարան։ Սոնա Աղբալյան, Էպիկենտրոն։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հրագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանին ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սերժ Սարգսյանը մաղթել է հոբելյարին առողջություն եւ ամենայն բարիք, բարձր գնահատելով նրա երկարամյա գործունեությունը, որով կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը նպաստել է հայ կինոարվեստի եւ հեռուստատեսության զարգացմանը։ Սեպտեմբերի 28-ին ժամը 19-ին Կասկադում Գաֆեսյան քանդակների պարտեզում տեղի է ունենալու Գութան ազգագրական երգի պարի փառատոնը։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգագրական երգն ու պարը եւ առավել ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին։ Փառատոնն անցկացվում է Մշակույթի նախարարության Մրով հայ ազգային երգարվեստի կենտրոնի Ջավահիր Ծառուկյանի եւ այլ բարերարների աջակցությամբ։ Գութան ազգագրական երգի պարի փառատոնի բացումը այս տարի եւս ազդարարվելու է Կոմիտասի գութաներգով։ Փառատոնին մասնակցելու են Մարաթուկ, Սասուն, Ակունք, Կարին, Սասնածռեր, Վերադարձ, Մենք ենք մեր սարերը, Վան, Մշոհավքեր, Տարոնցիներ, ավանդական երգի պարի, հայ երգասաններ, ազգային երգի եւ այլ համույթներ։ Ամեն մի խումբ ինքը իր դերը, իր նշանակությունը ունի մեր հասարակության մեջ տարածելու ազգագրությունը, ավանդական երգն ու պարը, սակայն այս փառատոնը նպատակ ունի բոլորին միասին հավաքել եւ կարծում եմ, որ այդ հավաքական ուժը շատ ավելի
ազդեցիկ է եւ շատ ավելի տպավորիչ է։ Այն ինչ որ կատարվում է այս փառատոնին շատ կարևորագույն մի գերխնդիր է լուծում այս օտարամոլ հեղեղի, հատկապես զանգվածային լրատվամիջոցներից հեղվող մեզ վրա։ Ուղղակի մեր տեսակը պահպանելու եւ մեր ազգի առումով մատաղ սերնդին ճիշտ հայեցի դաստիարակություն ազգային ինքնագիտակցության բերելու կարևորագույն խթաններից մեկն է եւ պետք է ողջունել եւ ամեն կերպ աջակցել նման փառատոններին։ Կութան փառատոնին ներկայացվելու են Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը ու ծիսական թատերականացված դրվագներ։ Շատ ստեղծագործություններ մոռացության են մատնվել եւ բոլոր խմբերը փորձում են այդ ստեղծագործությունները նորից վերհանել եւ մատուցել մեր ժողովրդին։ Հայրիկ Մուրադյան, Ստեփան Պողոսյան, Շատեր Սահակյան եւ ազգային երաժշտության այլ երախտավորներ։ Փառատոնի ժամանակ նախատեսվում է նաեւ մի կարևոր էջ, որի ժամանակ արժեվորվելու եւ գնահատվելու են հայ երգի ու պարի երախտավորները։ Մենք տեսանյութեր ենք պատրաստում նաեւ մեր երախտավորների մասին, ովքեր իրենց ներդրումը ունեցել են ազգագրության բնակավարում, երգիչներ, բանահավաքներ եւ ամեն անգամ ընտրում ենք մի խումբ երախտավորների մասին փոքրիկ տեսաֆիլմեր ենք սարքում, մի 3-4 րոպե եւ ցուցադրում ենք։ Արսեն Գրիգորյանի խոսքով ավանդական ազգագրական երգի պարի փառատոնը աջակիցների պակաս չունի։ Մշակույթի նախարարությունից ու քաղաքապետարանից բացի գտնվել են մարդիկ, որոնք ցանկանում են նպաստել ավանդական երաժշտության ճանաչմանն ու տարածմանը։ Իմ ընկերները անձնապես հավատալով, որ մենք լավ գործ ենք անում, օրինակ Ջավահիր Ծառուկյանը, օրինակ Խաչիկ Մանուկյանը, Աշոտ Արսենյանը, Բարոն Նուշիկյանը եւ այդպես Հրանտ Սահակյանը, իմ ընկերները իրենք փորձում են մեր կողքին կանգնել, որտեղ բոլորս գիտենք, որ իրականացնել այսպիսի փառատոն, նորից եմ ասում, լավագույն բեմը, մեծագույն բեմը, LED էկրաններով եւ սարքավորումներ ամենալավ տարբերակը բավականին ծախսատար է։ Կութան փառատոնի կազմակերպիչները խոստանում են, որ սեպտեմբերի 28-ին ժամը 19-ին Կասկադում Գաֆեսճան քանդակների պարտեզում տեղի է ունենալու ազգագրական երգի պարի տոն։ Մուտքն ազատ է։ Արթուր Հակոբյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Սեպտեմբերի 17-ից 19-ը Երևանում կայանալու է Երևան Ջազ Ֆեսթ 2015 միջազգային փառատոնը, որին մասնակցելու են հայ եւ օտարերկրացի համաշխարհային ճանաչում ունեցող ջազ երգիչներ եւ նվագախմբեր։ Կարեն Դեմիրճյան մարզամերգային համալիրում փառատոնի բացումը կանի Հայաստանի Հանրապետության, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախումբը Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։ Ելույթ կունենան Արցախի ջազ նվագախումբը Արթուր Սաթյանը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Լորեն Բոթինը, Հյուբերտ Թափսը, Արմեն Թութունջյանը եւ այլ անվանի ջազ երգիչներ եւ երաժիշտներ։ Ջազի հայկական նորաստեղծ ասոցիացիան նպատակ ունի հնարավորինս կարճ ժամկետում վերականգնել հայկական ջազի ավանդույթը եւ համբավը, նաեւ հասնել նրան, որ Երևանը կրկին համարվի ջազի մայրաքաղաք։ Երկարատև պաուզայից հետո ոնց որ ստացվեց մեր միջազգային ջազ փառատոնը եւ կարծում եմ, որ երևանցիներին հետաքրքիր կլինի կազմակերպիչներից հավաքած այն դերասանները, որոնք այցելել են, արդեն եկել են Երևան։ Ամենակարևորը նա է, որ մեզանում փորձեր կարում են ամենայն դեպս բարձրաճաշակ երաժշտությունը ամրապնդելու, որովհետև գաղտնիք չեմ ասի, որ ցավոք դեռ իշխում է ցածրորակ, ցածրաճաշակ երաժշտությունը։ Ուզում եմ մաղթել, որ այդպիսի փառատոն անցկացվի ամեն տարի։ Հայաստանում երաժշտության որակը պետք է բարձրացնել։ Նման միջոցառումները կարող են վիճակը փոխել։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտակ Հանիսյանին։ Հաշվի առնելով Արտակ Հանիսյանի տեղական ինքնակառավարման համակարգում տարիների աշխատանքային փորձառությունը, քաղաքապետը նկատել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը քաջածանոթ է բնակիչների խնդիրներին եւ համոզմունք է հայտնել, որ պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթը, նա նոր մոտեցումներով եւ կազմակերպչական ունակություններով կնպաստի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերի կյանքի
կոչմանը։ Բնակչությանը հուզող հարցերին տեղում ծանոթանալու համար Տարոն Մարգարյանը առանձնակի կարևոր է համարել նաև բակային տարածքներ, պարբերական այցելությունների և հանդիպումների անցկացումը։ Չնայած այս տարի ամռանը օդի միջին ջերմաստիճանը ավելի բարձր է եղել, քան նախորդ տարի, այդուհանդերձ արևահարության դեպքերի հետ կապված կանչերի թիվը ի տարբերություն 2014-ի նվազել է, տեղեկացրել է շտաբ բուժօգնություն ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Նա ներկայացրել է նաև այս տարվա վերջին 8 ամսվա ցուցանիշը և խոսել շտաբ օգնության ծառայության որակի բարձրացման ուղղված քայլերի մասին։ Երևանում շտաբ օգնության կանչերի թիվն այս տարի ավելացել է հունվարից մինչև օգոստոսը շտաբ բուժօգնության ծառայությունը սպասարկել է 158.999 կանչ, ինչը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ 6440-ով ավելի է։ Հիվանդանոց է տեղափոխվել 31453-ը, ինչը 2014-ի համեմատ ավելի է 2404-ով։ Մանկական կանչերի թիվը 16091-ն է, որը որ 614-ով ավելին է, քան 14 թվականին, երեխաներին հիվանդանոց ենք տեղափոխել 6098 երեխա, որը որ 451-ով ավելին է, քան անցյալ տարի։ Չնայած այս տարի ընդհանուր կանչերի թիվն ավելին է, քան նախորդ տարի, այդուհանդերձ հունվար, փետրվար և հուլիս ամիսներին 2014-ի համեմատ դրանց թիվն ավելի քիչ է եղել, ասում է շտաբ բուժօգնություն ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Կանչերի բնույթն ըստ բանախոսի մնացել է նույնը։ Շտաբ օգնության կանչերը, ինչպես միշտ, դա սիրտանոթային հիվանդություններն են, որոնց մեծ մասը կազմում է ճնշման բարձրացումները, երկրորդ տեղը զբաղեցնում են նյարդային հիվանդությունները, հետո մնացածը, այսինքն արդեն քրոնիկ հիվանդությունները, որոնք որ ոնց որ բարդություն են շաքարային դիաբետի և նման հիվանդությունների, այսպես։ Երկրորդ տեղում դա սուրշնչառական հիվանդություններն են և հետո տրավմաները։ Թեև այս տարվա ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը նախորդ տարվա համեմատ ավելի բարձր էր, սակայն արևահարության դեպքերն ի տարբերություն 2014-ի նվազել են, անցյալ տարվա 73 կանչի փոխարեն շտաբ օգնությունն այս տարի գրանցել է 60-ը։ Արևահարությունները ոչ միայն այն դեպքն է, որ փողոցում մարդը վատացել է ուղղակի, այլ մարդիկ կան, ովքեր որ գնացել են հանգստանալու, օրինակ Սևան, վերադարձել են և հասկացել են, որ ինչ-որ արևահարված են կամ մաշկը վառված է և այլն, այդ ամբողջ դեպքերը ընդհանուր եմ ներկայացնում, ինչ վերաբերում, այսինքն ավելի քիչ է, քան անցյալ տարի, անկախ նրանից, որ այս ամառը ավելի թեժ էր, իսկ ինչ վերաբերում սննդային թունավորումներին, քանակը եղել է 35, որը որ 23-ով ավելի քիչ է, քան անցյալ տարի։ Ծառայությունն ունի 35 մեքենա, որոնք օրական 650-ից 670 կանչ են սպասարկում, դրանցից մոտ 130-ը հոսպիտալացվում է։ Թագուհի Ստեփանյանի համոզմամբ բնակչության վստահությունը շտաբ բուժօգնության ծառայության նկատմամբ մեծացել է։ Մենք չենք կանգնել միայն նրա վրա, որ մենք ստացանք նոր մեքենաներ, նոր սարքավորումներ, մենք անընդհատ աշխատում ենք, որ մեր անձնակազմի եւ բժիշկները, եւ բուժքույրերը, եւ վարորդները անընդհատ վերապատրաստվեն, սովորեն։ Ինչ վերաբերվում է դեղորայքին, դա նախարարության կողմից ընդունված չափորոշիչով մենք ունենք յուրաքանչյուր դեղորայք, որը որ անհրաժեշտ է շտաբ օգնության բժշկի աշխատելու համար եւ հիվանդներին այդ օգնությունը ցուցաբերելու։ Թագուհի Ստեփանյանը վստահեցնում է, բնակչության բողոքները չեն անտեսվում, ավելին դրանց հիման վրա այս տարի շտաբ բուժօգնության բժիշկներից 2-ը աշխատանքից հեռացվել է։ Վարդուհի Մելտոնյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Միլայնի բաժանորդները այսուհետև կկարողանան անվճար զանգեր կատարել դեպի բոլոր բջջային ցանցեր։ Ընկերությունն այսօր հայտարարել է բջջային կապի կանխավճարային սմարթ սակագնային փաթեթների նոր գծի գործարկման մասին։ Հայաստանում Միլայնի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է, որ Միլայնը Հայաստանում առաջինն է իր հաճախորդներին առաջարկում հնարավորություն WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգելու իրենց հարազատներին կապի տեղական եւ արտասահմանյան օպերատորների ցանկացած համարների։ Միլայնը հայտարարում է բջջային կապի կանխավճարային սմարթ սակագնային փաթեթների նոր գծի գործարկման մասին։ Սակագնային փաթեթների WhatsApp բջջային հավելվածի տրաֆիկը լիովին անվճար է։ Սմարթ սակագնային փաթեթների բաժանորդները հավելվածի օգնությամբ կարող են անվճար զանգեր կատարել Հայաստանի եւ արտասահմանի բոլոր այն բջջային համարների բաժանորդներին, որոնք նույնպես օգտվում են WhatsApp բջջային հավելվածից։
Не так давно мы все помним, как Skype совершил революцию. Ամբողջ աշխարհում հայտնի Skype-ը ժամանակին հեղափոխեց միջազգային ֆիքսված կապի շուկան։ Այսօր արդեն ամենուր մեծ տարածում են գտնում ինտերնետի միջոցով ձայնային կապ ապահովող բջջային տեխնոլոգիաներն ու հավելվածները։ Beeline-ը ձգտելով ծառայություններն ավելի պարզ, հարմար եւ մատչելի դարձնել, Հայաստանում առաջինն է իր հաճախորդներին առաջարկում հնարավորություն WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգելու իրենց հարազատներին կապի տեղական եւ արտասահմանյան օպերատորների ցանկացած համարների։ Բջջային կապի Smart կանխավճարային սակագնային փաթեթները ներառում են 4 փաթեթ՝ Smart 1500, Smart 2500, Smart 3500, ինչպես նաև Smart 990 փաթեթը մարզերի բնակիչների համար անվանը համապատասխան ամսական բաժանորդային վճարի չափով։ Սակագնային փաթեթներն ամսական բաժանորդային վճարի դիմաց ներառում են անվճար զանգեր Beeline-ի ցանցում, տեղական SMS հաղորդագրությունների փաթեթներ եւ ինտերնետ, ինչպես նաև անսահմանափակ շփում WhatsApp հավելվածով։ Smart 3500 սակագնային փաթեթը նաև ներառում է 150 րոպե անվճար զանգեր դեպի տեղական բջջային ցանցեր։ Այլ Smart սակագնային փաթեթների համար դեպի տեղական բջջային ցանցեր կատարվող զանգերի 1 րոպեի արժեքը 15.9 դրամ է։ Smart սակագնային փաթեթներին անցնելու հնարավորությունը բաց է, բաժանորդային վճարը գանձվում է ամսական յուրաքանչյուր 30 օրը 1։ Նշված ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը ծանուցում է ստանում հաշիվը լիցքավորելու վերաբերյալ։ Այսքանով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով հաճելի երեկո ցտեսություն։